Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Մեր եթերը շարունակվում է։ Ցավոք իրավիճակը շարունակում է զարգանալ ոչ այնքան աշխարհում, ոչ այնքան խաղաղության օգտին, չնայած խաղաղություն բառը դարձել է ամենաերևի օգտագործվող բառը քաղաքական լեքսիկոնում, աշխարհի տարբեր մասերում։ Ապրիլի 22-ին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի Պահալգամ քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում, որի հետևանքով զոհվել է 26 զբոսաշրջիկ, հիմնականում հնդիկներ, ինչից հետո միանգամից հերթական անգամ սրվեցին Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները։ Հնդկաստանը մեղադրել է Պակիստան պետության այդ ահաբեկչությունը փաստացի, կազմակերպման մեջ, չնայած Պակիստանը այդ ամենը հերքում է, սկսել են սահմանային կրակոցներ, տարբեր լարվածություն են առաջացել եւ հիմա դուք կարող եք ասել, իսկ այդ ամենը ինչով է վերաբերվում մեզ։ Ցավոք մենք ապրում ենք մի աշխարհում, որը գնում է գլոբալիզացիայի ճանապարհով եւ ցավոք դա էլ վերաբերվում է նաեւ մեզ։ Հաշվի առնելով օրինակ այն, որ Հնդկաստանը եւ Պակիստանը ունեն բավականին լուրջ ախորժակներ, այդ թվում նաև աշխարհաքաղաքական, եւ օրինակ Պակիստանը դա մի տերություն է, որը ձգտում է դառնալ աշխարհաքաղաքական հավասարումների մաս աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր մասերում։ Եվ վերջը Հնդկաստանը այն երկիրն է, որից Հայաստանը գնում է հիմնական, իր զենքի հիմնական մասը գնում է Հնդկաստանից։ Եվ ինչ է լինելու այդ զենքի հետ, այդ մատակարարումների հետ, եթե Աստված ոչ արասցել լինի մեծ պատերազմ Հնդկաստանի եւ Պակիստանի հետ, Աստված գիտի։ Ինչևէ, այս եւ երևի թե այլ շատ կարեւոր հարցերը մենք այսօր քննարկելու ենք Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեզ մոտ։ Ես գիտեմ, որ դուք ձեր երկար աշխատանքի տարիների ընթացքում աշխատել եք նաեւ Հնդկաստանում, ընդհանրապես այդ տարածաշրջանին լավ ծանոթ եք։ Այս կոնֆլիկտը, ես եթե չեմ սխալվում, 47 թվականից սկսած, երբ որ հենց այդ Պակիստան պետությունը առաջացավ, երբ որ Պակիստանը եւ Բանգլադեշը առանձնացան Հնդկաստանից, արդեն 3 պատերազմ է եղել։ Պատճառը Ջամու եւ Քաշմիրն են, եւ արդյոք այսօր մենք ունենք իրավիճակ տեղում, երբ որ կարող է լինել 4-րդ պատերազմը, եւ այս ամենը ինչի կարող է հասնել հաշվի առնելով վերջը, որ երկուսն էլ միջուկային տերություններ են։ Ցավալի է իսկապես Հնդկաստանի ու Պակիստանի հետ ես Աֆղանստանում եմ աշխատել, բայց շատ առիթներ եմ ունեցել, մի քանի անգամ եմ եղել Հնդկաստանում եւ Պակիստանում նաեւ բազմաթիվ առիթներ եմ ունեցել, շատ աշխատողներ եմ ունեցել նաեւ թե Հնդկաստանից թե Պակիստանից, ու իսկապես այդ կոնֆլիկտը, որը մոտորապես նույն ժամանակներից է գալիս, ինչ որ Իսրայելի եւ Պաղեստինի է 47 համարյա 80 տարի է շարունակվում է ու անմիջական լուծում չունի, ու այդ Կաշմիրի խնդիրը սկզբից ստեղծվելուց արդեն մինչև վերջ չլուծված կոնֆլիկտի պատճառներից մեկն էր։ Կաշմիրի մի մեծ մասը Հնդկաստանի տիրապետման տակ է, մի փոքր մասը Պակիստանի, Չինաստանն էլ այնտեղ մի փոքր կտոր վերցրել ժամանակին, երբ որ բաժանումը տեղի էր ունենում։ Ու տենց էլ մնացել է մինչև վերջ չլուծված, բայց խնդիրներից հիմնականը ինչու՞մ է։ Պակիստանը բավականին ագրեսիվ ու հետևողական կերպով տարբեր զինված խմբավորումներ զինում էր, պատրաստում էր թե Աֆղանստանում, երբ որ տալիբների իշխանության երկրորդ անգամ վերցեցին, թե նաև առաջի անգամ, այսինքն զինված խմբավորումները իրանք օգտագործում են ուրիշ երկրներում իրենց ազդեցությունը տարածելու։ Հիմա այս նույն դեպքերը, որը տեղի ունեցան Կաշմիրում, էլի այդ զինված խմբավորումներից մեկն է, որը Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին, որ դուք եք իրենց զինել, պատրաստել, Պակիստանը ասում է մենք կապ չունենք, ու բայց Հնդկաստանում գիտեն, ու ամենայն հավանականությամբ դա Պակիստանի կողմից ոնց ասած իրանց ազդեցությունը տարածելու տարբեր զինված խմբավորումների միջոցով
ջանքերից մեկն է։ Ու Հնդկաստանը ու հիմա քանի գնում է ռիտորիկան բարձրանում է, ջերմաստիճանը բարձրանում է, կկանգնեն թե չեն կանգնի, շատ դժվար է ասել։ Երկու կողմերն էլ ունեն մոտ 150 միջուկային ռումբ, ու եթե հանկարծ դրան հասնի, դա կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենա։ Ժամանակ իհարկե Պակիստանի հետևում շատ դեպքերում Չինաստանն էր կանգնած ու հետևողական, բայց Չինաստանը իր խնդիրներ ունի Պակիստանի հետ, դրա համար չինացիների վրա են Պակիստանում հարձակումներ ա եղել եւ այլն, այսինքն այդ կարգի զինված խմբավորումներ պետությունից դուրս պատպետության կողմից օժանդակվող, իրանք դառնում են անկառավարելի ուժ, որը խնդիրներ է ստեղծում շատերի հետ։ Ես ժամանակին Ամերիկայի դեսպանի հետ Պակիստանում առիթ էր եղել խոսալու 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, որը եղել է, որը Մուշարաֆին ասել է դուք որոշեք կամ մեր հետ եք կամ մեր կողմ եք, ու շատ կտրուկ իր այդ հետաքի շատ կինայինք բանով իր background-ով էլի, ասես իրա, ու այդ ժամանակ ասում Մուշարաֆը հասկացավ, կենտրոնացավ ու հասկացավ, որ այս պահին մենք Ամերիկային պիտի օգնենք, ուրիշ տարբերակ չկա, բայց հետո իրանք էլի այդ ամբողջ ամերիկյան աֆղանական պրոյեկտի 20 տարվա ժամանակաշրջան անընդհատ կողքից խանգարել են այդ իրավիճակին, այսինքն իրենց ուժը տարածելու ձևերից մեկն է։ Հնդկաստանը իհարկե անհայտ է, մեր երկուսով իրար հետ մնան, Հնդկաստան եւ Պակիստան, մոտ 10 անգամ իրանք ռազմական ծախսերը ավելի շատ են Հնդկաստանը, քան թե Պակիստանը, բանակը մի քանի անգամ ավելի մեծ է։ Ամերիկան միանշանակ հիմա Հնդկաստանին է պաշտպանում, ժամանակին Պակիստանը Ամերիկան պետք էր Աֆղանստանում չկորցնելու իրաց ներկայությունը, հիմա դա կորցրել են, այսինքն Պակիստանի հարաբերական արժեքը Ամերիկայի համար այդքան մեծ չի։ Չինաստանն էլ Հնդկաստանի հետ փորձում առանձին հարաբերություններ ունենալ, քանի որ հիմա այս турբուլենտ աշխարհում Չինաստանը փորձում է նորընկերներ ձևավորի իր շուրջը, քանի որ Ամերիկան, չգիտես ինչի իր նվիրված ընկերների հետ այդքան լավ չի հարաբերվում, հա։ Նենց որ այս турբուլենտ փոփոխվող իրավիճակ է ու ամենտեղից սպասվելի է պայթյուններ, էլի հիմա ցավով այդ հնարավոր կետերից մեկն է այդտեղ։ Դուք եւս նշեցիք Չինաստանի գործոնը, Չինաստանը դրա լրում է կապված այս իրավիճակի հետ, համենայն դեպս ես արձագանքները դեռ չեմ տեսել, բայց արի ուտես, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն իսկ ակնարկում են դաշնակցային հարաբերությունների համատեքստում Պակիստանին ռազմական հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին, իրենց հերթին նաեւ Հնդկաստանին աջակցություն են հայտնել ԱՄՆ-ը, Իսրայելը, ՌԴ-ն, Ֆրանսիան, Իտալիան, մի շարք այլ երկրներ։ Հնարավոր է, որ այս կետը, հա, Ջամու Կաշմիր նահանգը դառնա հերթական բաժանարար գիծը աշխարհում ավելի մեծ, դե մենք հասկանում ենք, որ ցանկացած կոնֆլիկտ, ցանկացած հակամարտություն, դուք էլ դա երևի կհաստատեք, ավելի շատ միշտ ունենում է նաև աշխարհաքաղաքական բնույթ, որովհետև նույն Չինաստանը օրինակ չափազանց շահագրգռված է նեյտրալիզացնել Հնդկաստանի աճող հնարավորությունը, որովհետև այս պահին աշխարհում երևի թե թիվ 1 մրցակիցը Չինաստանի համար տարածաշրջանի մակարդակում դա հենց Հնդկաստանն է։ Իսկ թվում է հնարավորություն կա ու բավականին բարձր է, որ այդ կետում պայթյուն առաջանա, բայց 100%-անոց չի, էլի շատ դժվար է իհարկե ապագան կանխատեսել։ Համենայնդեպս Չինաստանը ինքը իրան դրսևորում է որպես այսօր աշխարհում կայունության հիմքը։ Ամերիկան, քանի որ այս վերջի մի քանի ամիս անդադար турբուլենտ անհասկանալի քայլեր է անում, շուկայի հետ կապված, տարիֆների հետ կապված եւ այլն, իսկ Չինաստանը ասում է, չէ, մենք հետեւողական, դանդաղ կայունության կողմնակից ենք, ու եթե այս իրավիճակում ինքը տեսնի այնտեղ սրում է, Չինաստանը կփորձի խաղաղացնող դեր ունենալ այդ կոնֆլիկտում, ոչ թե կրակի մեջ յուղ լցնի, էլի։ Նույնը Հնդկաստանը աճող շատ բան, մեծ ամբիցիանով երկիր է, քանի գնում այն կանաչում է, այսօր արդեն Ճապոնիային անցել այս տարի 4-րդ երկիրն է տնտեսական իր հզորությամբ։ Պակիստանը իր ոչ կառավարելիությունը քանի գնում խորանում է, ու իրանք կամ կարան վաբան գնան ու ինչ որ մեծ բացասական հետևանքներ ունենան, կամ եթե իրենց Չինաստանը ու նաև Ամերիկան ջանք դնեն, իրանք պիտի հասկանան, որ չափը չի կարելի անցնել, բայց
այդ խմբերին իրանք չեն կարողանում վերահսկեն։ Հիմա մի հատ տեղի ունի։ Ժամանակին էլ է եղել, որ նախքին կարծեմ հարձակումներից մեկի պատճառներից մեկը հենց այդ է եղել, որ չեն ճիշտ պլանավորել, էլի, այսինքն ժամանակին Հնդկաստանը երբ որ հարձակվեց, ես կներեք, Հնդկաստանը երբ որ հարձակվեց, Պակիստանի այդ տերորիստական հարձակումներից մեկից հետո ի հետևանք նոր պատերազմ առաջացավ, էլի։ Հենց որ հիմա էլ սա է, նոր հարձակում կլինի թե չի լինի կամ նոր տերորիստական քայլ ընդդեմ։ Դա համար եղել են բոլորը, ես ինչքան գիտեմ, զոհվածները, սպանվածները եղել են քաղաքացիական մարդիկ, դա արդեն բզինված գործողություն չի եղել, էլի, որ ինչով ի պատասխան ենթադրենք բանակը մուսուլմաններին ճնշել է, իրանք ի պատասխան եկել են իրանց դեմ, այդ կարգի բան չի եղել։ Ուղղակի դեմոնստրատիվ հայտարարում ա եղել բնական կարգ ու կանոնի դեմ։ Եթե ես չեմ սխալվում, Հնդկաստանը եւ Հայաստանը մինչեւ այսօր դեռ ռազմավարական դաշնակիցներ չեն։ Չգիտեմ ինչու է դա այդպես, բայց դա այդպես է, եւ դա այն դեպքում, որ Հայաստանը այս պահին Հնդկաստանում արտադրված զինատեսակների եւ սպառազինության թիվ 1 ձեռքբերողն է, համենայն դեպս հնդկական մամուլը այդպիսի տվյալներ է տալիս, ինչը ես կարծում եմ արդեն ավտոմատ կերպով մոտեցնում է մեր հարաբերությունները ռազմավարականի։ Հիմա հետաքրքիր հարց է առաջանում, եթե այնուամենայնիվ այդ պատերազմը բռնկվի, մեծ պատերազմը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, արդյոք ձեր կարծիքով Հնդկաստանը կկարողանա ի վիճակի կլինի իր պարտավորությունները կատարել կապված մատակարարումների հետ Հայաստան, տեխնիկայի։ Ինձ թվում է դա մեծ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, դա կարող է տեղայնացված ինչ-որ Հնդկաստանը իր ռազմական օպերացիաներ անի, այսինքն ինչ որ իրանց ամբողջ զինանոցը պետք է օգտագործեն ու դա ամիսներով, տարիներով պատերազմ է լինելու, ու այդ դեպքում մեր անմիջական մատակարարման խնդիրների վրա չեմ կարծում դա մեծ անդրադարձ կունենա, ամենայն դեպս մենք դա պետք է հաշվի առնենք մեր քաղաքական նաև մոտեցումներում ու մեր արսենալում, այսինքն բոլոր մեր մատակարարները իրենց խնդիրները ունեն, Եվրոպան, Ֆրանսիայից ունենք, Ֆրանսիան իր խնդիրները ունի, Ուկրաինայի հետ կապված իրանք մաքսիմալ ընդեղ իրանց ուշադրություն կընտրեն, այստեղ ուրիշ խնդիրներ են, որոնք կարող են էլի բավականին ուշադրություն կլանեն, նենց որ այդ ամենը մենք պիտի ոնց ասեմ, sense սցենարիո պլանինգ են անգլերեն կոչում, էլի տարբեր սցենարիների համար մենք մեր քաղաքականությունը պետք է կարողանանք ճիշտ կառուցենք ու հասկանանք, որ դիվերսիֆիկացիան հնարավորին չափով մեզ համար անհրաժեշտ է, մանավանդ այս տուրբուլենտ աշխարհում, որտեղ անընդհատ ստեղից ընդեղից կամ ինչ-որ կոնֆլիկտներ են, էլի, որոնք պայթուն, դա համար էկվիլիբրումը, հավասարակշռությունը աշխարհում ոնց որ խախտվել է, ու եթե առաջ կար գլոբալ ոստիկան, Միացյալ Նահանգները, որ ասում էր սենց է, հենց այս բանը պիտի կանգնեք, թե չէ բոլորը հետևանքներ կտեսնեք, հիմա այդ գլոբալ ոստիկանը ասում է մեր առաջնահերթությունները Ամերիկայում են, մենք այդ կոնֆլիկտներում էլ չենք այդ դերը կատար, դա մեր դերը չի, դուք ինքներդ ձեր մեջ այդ խնդիրները լուծեք, ուտեղ պրոբլեմ առաջանում, թե ռուս-ուկրաինական, ռուս-եվրոպական, Ռուսաստան-Եվրոպա, նաև Հնդկաստան, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, երկրները պիտի կարողանան վերհիշեն ու սկսեն իրենց տեղական լուծումները գտնեն, ու նաև մեր կոնֆլիկտում էլ, ինձ թվում է, դա ինչ-որ տեղ կիրառելի է։ Պակիստանը, եթե չեմ սխալվում, միակ պետությունն է աշխարհում, որը Հայաստանը չի ճանաչում որպես պետություն։ Պակիստանը ունեցել է դերակատարում 44-օրյա պատերազմում, համենայն դեպս Բաքվում ծածանվում էին պակիստանյան դրոշները, երբ որ նրանք այդ իրենց հաղթանակը տոնում էին։ Պակիստանը ընդհանրապես մեր տարածաշրջանում ունի դերակատարում թե ոչ այս պահին, եւ արդյոք դա չի բերում մի իրավիճակի, երբ որ այդ նույն դերակատարումը կուզենա ունենալ, կցանկանա ունենալ նաեւ Հնդկաստանը, եւ արդյոք մեզ համար ճիշտ մոտեցում չի լինի, եթե մենք այդ դռները նույն Հնդկաստանի համար բացենք տարածաշրջան, Հայաստանի տարածքում եւ փորձենք այստեղ նաեւ մեծացնել, ավելացնել հնդկական ներկայություն, հաշվի առնելով, որ մենք բավականին լավ հարաբերություններ ունենք եւ մեծ հաշվով բարեկամական ժողովուրդներ ենք եւ պետություններ ենք։ Պակիստանը իսկապես միակ կարծում Սաուդյան Արաբիան էր երկրորդը, որ ես վերջերս ճանաչել է դեսպանություններ ենք փոխանակում եւ այլն, ու Պակիստանը մնացել է միակը։
բայց դա էլ չի նշանակում, որ իրանք թշնամի են հավերժ, էլ, այսինքն մենք այդտեղ պետք է որոշակի դռներ միշտ բաց թողենք դիվանագիտության մեջ, ինչ թվում է միշտ հնարավոր տարբերակներ պետք է փորձել գտնել։ Պակիստանը Ադրբեջանին իսկապես օգնել է, Թուրքիայից եւ Իսրայելից հետո երրորդ ուժը, որը Ադրբեջանին օգնել է, դա Պակիստանն է եղել։ Պակիստանը Թուրքիայի հետ բավականին սերտ ու քանի որ երկու երկրում է ռազմական համակարգերը շատ կայացած են ու հզոր են եղել, իրենք միշտ համագործակցել են երկար տարիներ։ Բայց Պակիստանը նաև Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, չնայած Հնդկաստանն էլ ունի Իրանի հետ լավ հարաբերություններ, այսինքն մեկը մյուսին չի բանանում բացառում։ Պակիստանը ենթադրենք Իսրայելը Հնդկաստանին է օգնում, չնայած Իսրայելը օգնել է Ադրբեջանին, Թուրքիայի հետ շատ վատ հարաբերություններ ունի, Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունի։ Այսինքն բավականին խճճված պատկեր է տարբեր լավ եւ վատ հարաբերություններ ունեցող երկրների հետ։ Հնդկաստանի հետ միանշանակ, իսկ Հնդկաստանը բացի նրանից որ բարեկամ է, արագ աճող հզոր երկիր է, Չինաստանից հիմա ամերիկյան տեխնոլոգիաների մի զգալի մասը ուզում են տեղափոխեն բարձր տեխնոլոգիաների Apple-ը եւ այլն, ուզում են Հնդկաստան տեղափոխեն, ու տեղ նաեւ մեր տեխնոլոգիական ապագան, տնտեսության մեր տեխնոլոգիան, մեր ապագան բարձր տեխնոլոգիաների մեջ է, այդտեղ մենք Հնդկաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք ու շարունակում է զարգանալ։ Ես օրինակ մի քանի ամիս առաջ Սան Ֆրանցիսկոում 50 հայ սփյուռքահայ բիզնեսմեն եւ 50 հնդիկ բիզնեսմեններ, բանում այդ Սան Ֆրանցիսկոյի հետ բարձր տեխնոլոգիա իրար հետ հավաքվել են ու մենք ենք կազմակերպել Ապրիի ինստիտուտի միջոցով, ես այնտեղ բավականին կապեր ունեմ ու շատ հետաքրքիր քննարկում էր, դե գիտեք հնդկացի բիզնեսմենները, հնդիկ բիզնեսմենները Ամերիկայում ինչ դիրքեր ունեն, ամենակրիտիկական դիրքերում գլխավոր կամպանիաների Microsoft եւ այլն Google-ը եւ այլն հնդիկներ են։ Ու իրանք շատ հետաքրքրված են հայերի հետ համագործակցելու։ Այսինքն հայկական սփյուռքը, հայկական տեխնոլոգիաներ կարողությունը, նույնիսկ որ մենք հավասար կշռային ոնց որ կատեգորիայում են գտնվում, բայց իրանց մենք շատ հետաքրքիր ենք։ Ու պետք է այդ հետաքրքրության վրա նաեւ կառուցել մեր ընդհանուր տեխնոլոգիական, բայց նաեւ քաղաքական, քաղաքակրթական ինչ որ դաշտը, որի մեջ մենք Դե հնուց պատմության մեջ հնդիկների հետ մենք ունեցել ենք այդ մետաքսե ճանապարհը հնդիկների հետ եւ այլն, մենք երկար պատմություն կա, որ Հնդկաստանում ճամփորդում ես, շատ պատմություններ են պատմում հայերի մասին, որը իմ համար հայտնություն են։ Իդեպ մետաքսե ճանապարհի մասով, կոմունիկացիաների մասով բավականին երկար ժամանակ է խոսվում հյուսիս-հարավ մուլտիմոդալ նախագծի, միջանցքի նախագծի մասին, տարբեր հաշվարկներ են հնչեցվում, կարծես թե Հնդկաստանն է ամենաշահագրգռված պետությունը, որովհետև եթե Չինաստանը առաջ է տանում իր մետաքսե ճանապարհի մեծ աշխարհաքաղաքական աշխարհատնտեսական պրոյեկտը, ապա Հնդկաստանը փորձում է այլ ընտրանք բերել, որը անցնելու է հետո նաև Հայաստանի ճանապարհով։ Իդեպ Չաբահարում շատ մեծ ներդրումներ է արել, իդեպ այդ նույն Չաբահարում, որտեղ երեք այդ պայթյունը տեղի ունեցավ, շատ հետաքրքիր զուգադիպություն Եվ այս առումով մենք ինչ հնարավորություն ունենք այս պահին եւ որոնք են խոչընդոտները, որոնք խանգարում են այս մեծ պրոյեկտի ճանապարհին, հա, հյուսիս-հարավը, որը պետք է Հնդկաստանին, պետք է Իրանին, պետք է Հայաստանին, խոչընդոտը որտեղ է, որ մինչեւ այսօր դա չի իրականացվում։ Իսկ հիմա տարբեր ճանապարհներ կան, այդտենց չի որ այս հենց այս մի ճանապարհն է, ուստեղ ինչ-որ խոչընդոտ կա, որը չի աշխատում, բայց տարբեր հնարավորություններ կա, այսինքն բազմաթիվ ապրանքների հոս կա ու քանի գնում է Հնդկաստանից եւ Եվրոպա հոսքը մեծանում է։ Ու ծովերով ժամանակին երբ որ շատ ավելի հեշտ է կարմիր ծովով ապրանքները բերել Եվրոպա, հա, հիմա բարձում է կարմիր ծովում Եմենի պատճառով խնդիրներ կա, այդքան հեշտ չի տրանսպորտ։ Մեր հնարավորությունը, մեր հյուսիս-հարավը դառնում է ավելի առաջնային։ Հիմա ստեղ իհարկե մեր ճանապարհների սահմանափակումները կա այդ երևի դուք էլ եք գնացել, հա, մեր Գորիս, Տաթև եւ այլն այդ ճանապարհով գնում ես, ամենահարմար ճանապարհը չի մեծ մեքենաների համար։ Հիմա կառուցվում է, ու իստում է մեր մասից բավականին ճիշտ քայլեր արվում է, կառուցելով, թունելներով, մեծացնելով ճանապարհի տարողունակությունը եւ այլն, ունդեղ էլ զուգահեռ նույն նավահանգիստն է մեծացում, Հնդկաստանը ներդրումներ անում, այսինքն այդ ճանապարհը
ճանապարհը ժամանակ քանի գնում ծավալը մեծանալու է առևտրի։ Ու շատ ապրանքներ կա, որոնք ճանապարհով իրենք պետք է Եվրոպա հասնեն, ենթադրենք 5-6 շաբաթում, ոչ թե ծովով 3-4 ամսում, հա։ Դրա համար այդ ճանապարհը կարող է կարևոր դեր ունենա, բայց ես ուզում եմ նաև ասեմ, որ հյուսիս-հարավը դա չի նշանակում արևելք-արևմուտք ճանապարհի բացառում։ Մենք ու նաև դեպի Հնդկաստան ուղղվածությունը չի նշանակում, որ մենք դեմ ենք Չինաստան, Եվրոպա։ Այսինքն մենք երկու դաշտում էլ պիտի կարողանանք աշխատենք այդ միջին միջանցքը։ Ադրբեջանն է դեմ։ Հա, Ադրբեջանը Ալիևը վերջերս Պեկինում ու իսկապես ինքը շատ արագ կողմնորոշվեց Պեկինի հետ նոր որակի հարաբերություններ կառուցելով, բայց ես վերջերս մի հատ մեծ գիտաժողով էր քաղաքական Չինաստանից բավականին ճանաչված պրոֆեսոր էր, ով ասում է դա մեկը մյուսին չի բացառում, մենք ձեր հետ ենք ուզում հարաբերություններ, ու մեր համար նույն Թուրքիան Չինաստանի հետ առանձին ուйգուրների հետ կապված խնդիրներ ունեն։ Հյուսիս-հարավը արևելք-արևմուտքը չի բացառում։ Այդ մասին է խոսքը։ Թուրքիան Չէ, միջանցքները։ Չինաստանը ուզում է, բայց ուզում եմ ասեմ, եթե մենք հյուսիս-հարավի վրա ենք կենտրոնանում, դա չի նշանակում մենք բացառում ենք արևելք-արևմուտք ճանապարհը, որը արդեն Չինաստանի համար է ճանապարհը, ուտեղ էլ մենք պետք է լուծումներ գտնենք։ Իհարկե ցավալի դժվար լուծումներ կան, բայց այդ լուծումները կան, ու այդ լուծումները ի վերջո ու նաև քննարկում է պետք է տնտեսական հետազոտություն անել ու տեսնել, եթե այդ արևելք-արևմուտք ճանապարհը նաև աշխատեց, միջանցքի գաղափարը աշխատեց, Հայաստանը տնտեսական ինչ դրական բաներ ասում։ Իհարկե, այստեղ խոսքը գնում է, որ Մեղրիի միջանցքը ինչքանով սուվերենության կոմպրոմիսի, բայց բոլորիս համար պարզ է, որ մենք չենք նվիրում այդ տարածքը։ Մենք ուղղակի տարածքը տրամադրում ենք, որտեղով տրանզիտ ապրանքներ, որտեղ բազմաթիվ երկրներում այդ տրանզիտը գոյություն ունի։ Մի խոսքով իմ ասած այդ գեոքաղաքական մեծ փոփոխություններով այսօրվա աշխարհում Հնդկաստանը շատ մեծ աճող ուժ է, բայց Չինաստանը արդեն կայացած հզոր տնտեսություն է, որի հետ էլ մենք առանձին պետք է փորձենք։ Ու եթե Ադրբեջանում կարծեմ արդեն Չինաստանը մի քանի միլիարդ դոլար ներդրում արել, Վրաստանում էլ արել, Հայաստանում ծավալը շատ ավելի փոքր է, բայց մենք պիտի աշխատենք ու չինացիները ուզում են մեր մոտ էլ մեծ ներդրումներ անեն ու չինաստանցիները առանձին գիծա պետք կառուցել, այսինքն Հնդկաստանի հետ ենք անում, բայց նաև Չինաստանի հետ ենք անում, նաև Եվրոպայի հետ ենք անում, այլ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Բաքվում է եւ միջև Ադրբեջան այցը նա ադրբեջանցիներին հարցազրույց է տեղել, որտեղ հետաքրքիր մի հայտարարություն է հնչեցրել, նա նշել է, որ Իրանը Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում դեպի Նախիջևան իր տարածքով եւ այդ հարցի շուրջ արդեն աշխատանքներ են տարվում եւ կա համաձայնություն։ Արդյոք սա չի նշանակում, որ Մեղրի այսպես կոչված միջանցքի հարցը փակվում է եւ փակվում է Իրանի ձեռամբ, թե սա լրիվ այլ խնդիր է եւ միջին միջանցքի հետ որևէ կապ չունի։ Կապ ունի, բայց հիմնական խնդիրը նաեւ Չինաստանի համար է միջին միջանցքում կարեւ ինչի, եթե դեք Ռուսաստանով կենտրոնական Ասիայով Ռուսաստան Եվրոպա կար, չէ՞ ճանապարհ, որը վերին միջանցք էր, ու նաեւ տաքսովերով ճանապարհը կար, որը ներքին միջանցք էր։ Ինչի են իրանք դա ուզում, իրանք ուզում են թե Ռուսաստանն Իդեպ հիմա երկուսն էլ չկան։ Հա, հիմա երկուսի հետ պրոբլեմներ կան, բայց իրենց հիմնական խնդիրներից մեկը Չինաստանի, որ ուզում է թե Ռուսաստանից կախվածություն չունենա, թե Իրանից կախվածություն չունենա։ Իրանը որ փորձում է իր միջոցով այդ միջանցքը, այդ էլի միջին միջանցն է, բայց միջին միջանցքի ոնց որ բան Արաքսի մյուս ափով էլի ճանապարհը շարունակվի, Իրանի համար դա պլյուս է, մեր համար դա ինչ որտեղ կարող գլխացավից իհարկե ազատվում ենք, որ այս Մեղրի հարցը լուծումը, բայց ինչ որտեղ տրանզիտը գնում է Իրանով, բայց Չինաստանի, նաև Թուրքիայի, նաև Եվրոպայի համար Իրանով ճանապարհ ունենա, դա որոշակի տոքսիկ էլեմենտ ունի իր մեջ, քանի որ Իրանի սանկցիաներ կա, Իրանում դժվարություններ կա եւ այլն, ու այդ առումով իրենց համար ունենալ Հայաստանով միջանցք ավելի կանխատեսելի է, ավելի քիչ կախված է մեծ պետությունների կոնֆլիկտների հետ։ Պարոն Հակոբյան, իսկ ըստ ձեզ Ադրբեջանը ինչի է այդպես համառորեն դիմադրում այդ նախագծին միջին միջանցքի հաշվի առնելով, որ իրեն շատ լուրջ պրեֆերենցիաներ է տալու այդ միջանցքը, հա, այդ ճանապարհը, ինչի են նրանք դեմ։ Նույնիսկ պատրաստ են Իրանի տարածքով տանել, եթե իհարկե պատրաստ են։ Իրանք չեն ուզում, բայց իրանք քանի որ էսպային մեր նկատմամբ ոնց որ ռազմական առավելությունն են, իրենք ուզում են այդ միջանցքը ստանան իրենց պայմաններով։ Այսինքն տվեք մեզ ոչ մի
ստուգում, ոչ մի կոնտրոլ հայկական կողմից, լրիվ ազատ Ադրբեջան Նախիջևան, այսինքն այդ ճանապարհը մեր երկրի երկու մասերի մեջ մենք ուզում ենք լրիվ ազատ երթևեկություն ունենանք։ Իրենք իմանալով, որ այս պահին ես հոդված եմ գրել, որ Ալիևի տակտիկան այս պահին ինքը գիտի, որ ինքը ուժեղ է հիմա, թե ռազմական, թե տնտեսական առումով, թե նաև քաղաքական դիվիդենտների առումով իրան ձեռք է տալիս Հայաստանին ստորացնել, թուլացնել ու մաքսիմումը վերցնել։ Բայց նաև փաստա, որ Հայաստանի տնտեսությունը ավելի արագ է զարգանում, քան թե Ադրբեջանի տնտեսությունն է, փաստա, որ քաղաքական ռեֆորմ, այսինքն Ադրբեջանը չնայած ավտորիտար է եւ ամուր ձեռքով կառավարվող է, բայց այդ ռեժիմները հատկություն են, մեկ մել հանկարծակի սայթակում են, ոնց որ Բաշար Ասադի Սիրանա եւ այլն, այդ բանը կորցնում են, էլի, հենց որ այդ առումով իրենց ոնց որ այս սպահը բալանսի ամենաուժեղ պահն են գտնում իրենց տեսակետից, ու ինքը հնարավորինչափ ամեն ինչ ուզում է վերցնի, բայց ինձ թվում է, եթե մենք էլ ճիշտ բանակցենք ու միջազգային, մենք ուղղակի խնդիրներից մեկը, որ մենք հրաժարվել ենք որևէ երրորդ կողմի մասնակցությունից, այսինքն իսկ իրանք երբ որ մենք ու իրանք ենք միայն, իրանք անհամեմատ ավելի ուժեղ ձեռք ունեն, քան թե եթե լինեն միջազգային որոշակի ստանդարտներին հետևող երրորդ կողմ մասնակիցներ։ Ուտեղ ինձ թվում է մենք պետք է որոշակի ջանքեր դնենք, որ այդ բանակցությունները, հա, տնտեսական կարևոր խնդիր է, թե Թուրքիայի համար, թե Կենտրոնական Ասիայի, թե Չինաստանի, թե Եվրոպայի համար, բայց եկեք նստենք հաշվենք։ Ինչ ենք մենք առաջարկում ենք պարզեցրած, բայց էլի անձնագրային վերահսկողություն, պարզեցված, ոնց որ ենթադրենք Ռուսաստանն է Լիտվայով գնում դեպի Կալինինգրադ, հա, այդ կարգի ինչ-որ մոդել ենք առաջարկում, որը Եվրոպական միությունից ընդունվել է, ու ինձ թվում է դա ճիշտ ճանապարհն է, ուղղակի մենք հնարավորինչափ պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք, որ մենք ոչ թե դեմ ենք ճանապարհ տալու, բայց մենք դեմ ենք սուվերենությունը կորցնելու այդ ճանապարհի վրա։ Ալիևը հերթական ռազմավարական չգիտեմ ոնց է համատեղվում, բայց այնուամենայնիվ ռազմավարական փաստաթուղթն է ստորագրել Պեկինի հետ, Չինաստանի հետ, Չինաստան այցի ժամանակ, ինչ է ընդհանրապես, ինչին է ձգտում Ալիևը, երբ որ Չինաստանի հետ այդքան մտերիմ հարաբերություններ է կառուցում, եւ արդյոք սա Հայաստանի համար հնարավորություն չի ստեղծում, օրինակ նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հաշվի առնելով, որ Չինաստանը ԱՄՆ-ի թիվ 1 մրցակից պետությունն է։ Ինչ-որ տեղ ստեղծում է, բայց Ալիևը այդ առումով ինքը առանձին Նատանյախուն Ադրբեջանի մասին դրական խոսքերով փորձում է Տրամպին համոզի հիմա, այսինքն իրանք եթե դեպի Չինաստան ու իրանց այդ ռազմավարական պայմանագիր են ստորագրել, դա չի նշանակում իրանք բացառում են Եվրոպան կամ բացառում են Ամերիկան։ Ալիևը մաքսիմալ դիվերսիֆիկացված նույն Ռուսաստանի հետ են ստորագրել, չէ՞, նույն կարգի պայմանագիր եւ այլն, ինքը մաքսիմալ փորձում է դիվերսիֆիկացնել իր ճանապարհները ու չկտրել մի հնարավորություն միայն ու մյուսները բաց թողնել, որը բավականին այդ COP29-ի հետ կապված, հա, տարբեր աշխարհի 120 երկիր այնտեղ ավելի շատ երկիր մասնակցեց այնտեղ բոլորիդ հարաբերություններն, ինքը շատ դինամիկ փորձում է իր ճշմարտությունը աշխարհին ներկայացնի, նույնը նաև մենք պետք է փորձենք անել ու իմ համար էլ, այսինքն մենք հիմա ոնց որ մի պահ Ռուսաստանի բանի ոնց ասած ծածկոցի տակ անվտանգության ինչ որ բան ենք միֆ ենք ստեղծել մեր համար հիմա կարծում ենք Եվրոպայի կամ Ամերիկայի օժանդակությամբ մենք այդ կարգի անվտանգություն տես չի լինելու մենք պիտի կարողանանք բոլորի հետ հարաբերվենք ու բոլորի հետ հարաբերվելով կարողանանք մեր համար ճիշտ նիշա ստեղծենք որտեղ մենք նաև պիտի ունենք մեր կարողությունները Ալիևը դա անում է այս պահին բայց Ալիևի ռեսուրսները սահմանափակ են նավթը հորիզոն ունի վերջանալու բնական գազը հորիզոն ունի վերջանալու իրանք Եվրոպայում գազի գների շատ 10 անգամ բարձրանալու աշխին վերջու 2-3 տարին բավական մեծ գումար դրացիչ գումարներ աշխատեցին հիմա այդ գումարները ասում են գազը արդեն այդքան չի ինչքան առաջ էր նավթը 2 անգամ ընկել է ծավալները իրենց տնտեսության հորիզոնը սահմանափակ է մի քանի տարի է ու այդ մի քանի տարվա մեջ իսկ մեր տնտեսությունը որը նորարարություն նոր որակի մի բարձր տեխնոլոգիաներ անսահման հնարավորություններ ունի հենց որ մենք ունենք մեր առավելությունները բայց ցավոք մեզ ինչ որ ժամանակ է պետք մինչև այդ առավելությունները դառնան ռազմական կարողություն այնքան որ Ալիևին կարողանանք դիմադրենք էլի դրա վրա պետք է աշխատել Պարոն Հակոբյան դուք էլ նշեցիք որ Ալիևի մոտ ստացվում է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել բոլորի հետ է ստացվում իսկ մեզ մոտ չի ստացվում հիմա Ալիևը ես գիտեմ այդ մասին Մարկո Ռուբիոյի հետ
պետք է ունենալ հեռախոսազում, զանգ, հա, հեռախոսազրույց ինքը մերժել է։ ԱՄՆ-ի պետքարտուղարին մերժել է։ Այսինքն իր հնարավորությունները այդքանը ներում է։ Ինչ է անում Ալիևը եւ ինչ ռեսուրսներ ունի Ադրբեջանը։ Մենակ չասեք նավթ եւ գազ, դուք արդեն այդ մասին խոսեցիք, որտեղ շատերը ասում են, Ադրբեջանը նավթ եւ գազ ունի, մենք չունենք, դրա համար Ադրբեջանը ստացվում է, մենք չէ, ոչ։ Ինչ է վաճառում Ալիևը բոլորին, ինչը մենք չենք կարող վաճառենք, որ իր մոտ է դիվերսիֆիկացված քաղաքականությունը ստացվում է, իսկ մեզ օրը մեջ Մոսկվայից հրավիրում են նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններ, 9-րդ կետ, ես չգիտեմ Զանգեզուրի միջանցք, Ռուսաստանի ՖՍԲ եւ այլն եւ այլն եւ այլն, չասեմ Սյունիքում ռուսական հյուպատոսության մասին։ Ասեմ, ինձ թվում է Ալիևը այս ուղղությամբ, թե ինքը 2005 թվականից է նավթային ռեսուրսները, բայց ինքը հասկացել է ու ճիշտ կարողացել է կառուցի իր մոտեցումը, որ նավթը անվերջ չի, բայց նավթը ժամանակավոր քեզ հնարավորություն է տալիս կառուցել հարաբերություններ, նաև տնտեսություն եւ այլ։ Տնտեսությունը ինձ չի թվում լավ դիվերսիֆիկացված տնտեսություն կառուցել է, ընդհանրենք Էմիրատներինի տարբերություն կամ Կատարին, այդ որակը չի, բայց հարաբերություններ կառուցելու մեջ հարաբերություններն էլ ժամանակ տևում։ Դու ընդհանրենք ինքը Ադրբեջանը չմիավորված երկրների նախագահն էր մոտ 5 տարի։ Բաքվում մեծ գիտաժողով կազմակերպեցին Աֆրիկայից, չգիտեմ, Օկեանիայից, Լատինական Ամերիկայից, բազմաթիվ երկրներ Ադրբեջանը քարտեզի վրա պատկերացնում էին։ Հայաստանը այդքան չէին պատկերացնում, քանի որ մինչև 20 թվականի ցավալի պարտությունը մենք որոշել էինք, որ մեր անվտանգության երաշխիքը Ռուսաստանն է ու միայն Ռուսաստանն է։ Հիմա նոր մենք սկսել ենք այդ դիվերսիֆիկացիայի հետ կապված աշխատանքներ, բայց վերջերս մի հատ Եվրոպական միության բավական հետաքրքիր մասնագետի հետ էի խոսում, ասում է դուք չեք կարծում, որ դա միակ գնացիք ձեր վարչապետը խոսած ինչ որ Եվրոպական միության նախագահ հետ ամբողջ Եվրոպական միության դռները ձեր առաջ բացվեցին։ Դա 27 երկրներ են, ամեն երկիր 20 հատ նախարար ունի, ամեն նախարարությունը բազմաթիվ հարցեր ունի ու դա հսկայական ծավալի աշխատանք է, այդ նույն որը Ալիևը արել է, ամեն երկրի հետ Սերբիայի հետ ինքը իր հարաբերություններն է կառուցել, ընդհանրապես Բուլղարիային, Ռումինիային, Իտալիային նավթա տալիս, գազամյուսներին տալիս, բայց նաև ուրիշների հետ ու այդ տարիներով այդ հարաբերությունները քայլ առ քայլ տվել են իրան բան։ Ինչ են իրան Դավոս հրավիրում, իսկ չնայած սովորաբար բռնակալներին չեն հրավիրում, հա, Դավոս, Մյունխեն եւ այլ հրավիրում են, ինքը խոսում է, դա համար ինքը հարաբերություններ է կառուցել։ Հիմա մենք ենք սկսել ու այդ բնակ ու մենք էլ առավելություններ ունենք աշխարհով սփռված սփյուռքը, որը ամենտեղ նոր դռներ կարա մեր համար բացի եւ այլն ու աշխատում ենք, բայց ինձ թվում է շատ ավելի ինտենսիվ ու շատ ավելի ակտիվ պետք է աշխատենք։ Այսինքն մեր խնդիրը այն է, որ մենք այդ ամենը շատ ուշ ենք սկսել։ Ուշացած ու մենք այդ բան մի չափանի լուծումներ էինք էլի ման գալիս, աշխարհը չունի մի չափանի լուծումներ։ Հա կարելի է ու հիմա էլ ես չեմ ասում Ռուսաստանի հետ բոլոր կամուրջները հենց հիմա պիտի վառենք, պիտի շարունակենք հարաբերվել, շատ հարցերով կախված ենք, բայց հնարավորին չափ ակտիվ աշխարհով մեկ սկսած Բրազիլիայից մինչև Չինաստան, հսկական Աֆրիկա եւ այլ հսկական աշխարհը, որտեղ մենք մեր այդ դիվանագիտական քարտեզը հորիզոնը շատ սահմանափակ էր, ու մենք բոլորս, որ բոլոր մարդիկ ովքեր շփվում են աշխարհի հետ, հսկական աշխատանք ունենք այդ բնակավարում որակական փոփոխություններ բերելու։ Ի տարբերություն, ասենց ասեմ, անվտանգության բնակարարից, հիմա դիվանագիտության մեջ բավականին ավելի շատ ակտիվություն եմ ես տեսնում ու դա դրական է, բայց դա նաև ժամանակ պահանջող խնդիր է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հակոբյան։ Ձեզ շնորհակալություն։ Մեր հյուրներ Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։